Համաշխարհային սիոնիստական մեդիան վերջին մի քանի տասնամյակներում, հատկապես վերջին տարիներին, անընդհատ պնդում է, որ միջուկային Իրանը իբր ամենամեծ սպառնալիքն է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար։ Սա ամեն տեղ եւ ամեն անգամ կրկնվում է, անկախ նրանից, որ Իրանը վերջին 300 տարում ոչ մի հարևան պետության վրա չի հարձակվել, տարածքներ չի բռնազավթել եւ ոչ մի ժողովրդին ցեղասպանության չի ենթարկել։ Այդ մեծ սուտը տարածվում է մինչդեռ ոչ մի խոսք չի ասում այն մասին, որ ահաբեկչական պետություն Իսրայելը միակ միջուկային զենք ունեցող պետությունն է ամբողջ Մերձավոր Արևելքում եւ իր ստեղծման հենց առաջին օրվանից բացահայտ ագրեսիա է ցուցաբերել իր հարևանների նկատմամբ ու շարունակում է ցեղասպանությունը պաղեստինցիների դեմ։ Իսրայելը ունի միջուկային զենքերի մեծ զինանոց եւ թույլ չի տալիս միջազգային տեսչություններին ստուգել իր հիմնական միջուկային օբյեկտները։ Ահա մի քանի կարևոր փաստեր։ Իսրայելը չի հանդիսանում միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ։ Հիմնական ենթարկվող զենքի օբյեկտը՝ Դիմոնան, երբեք չի ստուգվել միջազգային ատոմային էներգիայի գործակալության կողմից։ Իսրայելը թույլ է տալիս շատ սահմանափակ ստուգումներ միայն մեկ փոքր օբյեկտում։ Իսրայելը վարում է միջուկային երկիմաստություն կոչվող քաղաքականություն, այսինքն Իսրայելը ոչ հաստատում է, ոչ էլ հերքում, որ ունի միջուկային զենք։ Մեդիա ոլորտում եւ քաղաքական դաշտում ջհուդական օրակարգին ծառայողները իհարկե այս ամենը շատ լավ գիտեն, բայց երբեք ծպտուն չեն հանի սրա մասին եւ երբեք չեն ասի օրինակ, եթե Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, ապա Իսրայելն էլ դրա իրավունքը չունի։ Սակայն ամենասարսափելի փաստն այն է, որ Իսրայելը ունի Սամսոնի տարբերակը, որը միջուկային զենքով զանգվածային հակահարվածի ռազմավարությունն է, որպես վերջին միջոց ցանկացած երկրի դեմ, որի բանակը ներխուժել է կամ ոչնչացրել է Իսրայելի մեծ մասը։ Անվանումը գալիս է 5 կտակարանի Սամսոնից, որը բաժանեց փղշտացիների տաճարի սյուները, տապալելով տանիքը եւ սպանելով թե իրեն, թե հազարավոր փղշտացիների, որոնք նրան գերեվարել էին։ Կարճ ասած, սիոնիստական հանցավոր ու հակամարտկային ռեժիմը պատրաստ է ամբողջ աշխարհը իր հետ կործաման տանել, եթե իրավիճակը հասնի դրան։ Բայց բռնազավթված մեդիան փորձում է մեզ համոզել, որ ոչ թե Իսրայելն է աշխարհի խաղաղության համար սպառնալիք, այլ Իրանը։ Աշխարհը պետք է միանշանակ ազատվի սիոնիստ կոչված չարիքից, եթե մարդկությունը չի ուզում տեսնել նոր ու ավելի մեծ ու աղետալի համաշխարհային պատերազմ։